Այստեղ ձեզ հարց կա։ Այո։ Պարոն Նահապետյան, որտեղ այս հարցին որպես նաև ռազմական փորձագետ դուք շատ ավելի ճիշտ կպատասխանեք, մանավանդ որ քիչ առաջ կիսվում էինք, որ շատ հետաքրքիր տեղեկատվություն ստացաք դուք նաև հենց ուղակի, հա, Իրան Միացյալ Նահանգներ այս պատերազմի հերթական բեկման հետ կապված, հարց պարոն Նահապետյանին, ըստ ձեզ ԱՄՆ-ի հրադադարի երկարացումը չստորագրելը կարող է նշանակել, որ իրենք պատրաստվում են ցամաքային հարձակման, թե այս ամենը ուղակի ժամանակ ձգձգելու միջոց է։ Ես իմ տեսակետը ունեմ, քանի որ այն համընկնում է միանշանակ ձեր դիրքորոշման հետ, դուք խնդրում եմ ներկայացրեք, նաև ընդհանրապես, պարոն Նահապետյան, մենք նստած ենք այս լավայի վրա, տարածը ամեն րոպե, մենք տարածաշրջանը կարա պայթի եւ ուղակի մենք նաև չմոռանանք, որ մոտ 100,000-անոց Իրանում մենք հայկական համայնք ունենք, նախ որ մեր երկիրը ես նույնիսկ տեղյակ չեմ պատրաստ, կա ռազմավարություն, եթե հանկարծ իրավիճակը սրվի, մեր հայրենակիցները կան ինչ ա լինելու, վստահ եմ չկա, բայց ուզում եմ նաև, քանի որ իսկապես Պակիստանում բանակցությունները տապալվեցին, տեսակ Վենսը դուրս եկավ, ասեց, որ ոչինչ չստացվեց եւ Իրանը իր կողմից հստակ ասեց, որ մենք պատրաստ չենք այն զիջումներին, ինչը պահանջում է Միացյալ Նահանգները, բայց կարծես թե նոր զարգացումներ կան, խնդրեմ։ Ուրեմն Պակիստանում բանակցությունների ժամանակ սեղանին երկու կողմերի առաջարկն է դրված եղել։ 10 կետանոց, չէ։ Դա 10 կետանոցը, դա իրանական, ամերիկյան կողմը եւս իր առաջարկը, այսինքն այդտեղ փորձել են գալ ընդհանուր հայտարարի։ Երկու կետի վերաբերյալ չեն եկել ընդհանուր հայտարարի։ Դա վերաբերվում է միջուկային հետազոտությունների կամ ուրանի հարստացմանը։ Խաղաղ ճանապարհով պետք է ընդհանուր։ Այո, բայց եթե դու ունես ցենտրիֆուգներ, որով որ սովորական ուրանը հարստացնում ես, ասենք մինչև 90%, մեծ հաշվով դու կարող ես ստանալ պլուտոնիում, ռազմական ուրան, որը միջուկային զենքի անհրաժեշտ կարևոր բաղադրիչն է։ Առայժմ որ Իրանը հրթիռներ ունի, ընդհանրապես մնում է տեղադրել։ Ուրեմն եւ Հորմուզի նեղուցի հետ կապված չեն եկել ընդհանուր հայտարարի, որից հետո ասում են ձախողվել են։ Ես գնահատել եմ չեն ձախողվել, դա առաջին, ընդ որում ասեմ ձեզ 1979 թվականից, այսինքն 47 տարվա հեղափոխությունից հետո սա առաջին ամենաբարձր մակարդակի հանդիպումն ա եղել։ Սա նման բան չէ։ Այո, Ամերիկա-Իրան։ Պատական չէր Պակիստանը ընտրված, ես կարծում եմ ընտրության իրավունքը տրվել է Իրանի եւ Միացյալ Նահանգների դեմ չի եղել։ Եվ այսպես, այդ բանակցությունները կարելի է ասել այսպես, առաջին փուլը ավարտվեց։ Չեկան ընդհանուր հայտարարի։ Հիմա Հորմուզի նեղուցը, իդեպ Իրանը միջուկային զենք չունի, բայց ունի ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների հետ հարաբերվելու ավելի հզոր զենք, քան միջուկային է։ Դա Հորմուզի նեղուցն է, որը տնտեսական զենք է։ Համաշխարհային տնտեսության վրա հիմա Իրանը ազդում է։ Երկիր մոլորակի։ Նավթի գինը ինչ ա դառնում։ Դե երկիր մոլորակի ցանկացած պետության, այդ թունայ Միացյալ Նահանգների ազդում է իրենց վրա։ Եվ հիմա ես կարծում եմ, որ հաջորդ երկրորդ հանդիպումն է պատրաստում, այս գալիք շաբաթ ամենայն հավանականությամբ լինելու է, որովհետև այնուամենայնիվ օրինակ ինչ է պետք Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմին կամ վարչակազմի գլուխ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպին։ Իրեն պետք է մի պարզ բան։ Ինքը կարողանա իր ժողովրդին հիմնավորել ցույց տալ, որ այս պատերազմում ինքը հաղթել է։ Օրինակ հաղթանակի այսպիսի հիմնավորումներ է տալիս։ Ասում է ես գլխատել եմ, ոչնչացրել եմ Իրանի նախկին վարչակազմը։ Սկզբունքորեն իր ասացի մեջ կա ճշմարտություն։ Այո։ Սա առաջին, երկրորդ, Իրանը հակաօդային պաշտպանություն չունի։ Ոչնչացրել եմ։ Հրթիռներ համարյա չի մնացել։ Այս երկուսը իրականությունից հեռու է։ Զինված ուժերը բարոյալքված են, իրականության չի անպատասխանում։ Միջուկային բոլոր հետազոտությունների կենտրոնները, այդ թվում նաև ցենտրիֆուգները, որով որ ուրանը հարստացում չկան, իրականության չի անպատասխանում։ Եվ Իրանը ունի մինչև 60% 400 կիլոգրամ հարստացված ուրան, որը ցանկացած ժամանակ հարստացման հաջորդ փուլերում, ասենք մինչև 90 կարող է հասնել, որ արդեն ռազմական ուրան է էլի դառնում։ Հիմա ԱՄՆ-ին պետք է իր ժողովրդին համոզել մի պարզ ճշմարտություն, որ առարկայապես միջուկային ծրագիրը ես ձախողել եմ, որտեղ մեծ հաշվով ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի քարոզչության մեջ հետևյալն է, ես այս ամեն ինչ արել եմ, որ Իրանը միջուկային զենք չունենա, ճիշտ է։ Այո։ Հիմա ինչ է եւ ինչ պիտի ցույց տա իր ժողովրդին։ Ավելին ասեմ, Իրանի ղեկավարությունը հրաշալի Տրամպի վիճակը հասկանում է։
Եվ եթե Իրանի ղեկավարությունը Տրամփին փակուղի մցրեց, ասեց ոչ մի բան չեմ զիջում, այդ նշանակում է, որ կամ Իրանը ենթարկվելու է ամենայն հավանականությամբ միջուկային հարվածի, որը կարող է Միացյալ Նահանգներից ի դեպ հրթիռ չլինի, Իսրայելից արձակվի հրթիռ, իհարկե դրանով Իսրայել պետության վերջը կլինի, այդ տարածքը ուղղակի Իրանի հիպերձայնային արագության հրթիռները կարող են հարվածել անապատում գտնվող հայտնի միջուկային ռեակտորին եւ միջուկային զենքի պահուստներին, որ Իսրայելի տարածքը շատ փոքր է, այդ ռադիացիոն քամին ամբողջությամբ կծածկի։ Հա, բայց դրանից հետո ԱՄՆ երկրի նորակի վրա իզգոյ պետություն է դառնալու։ Հետեւաբար ԱՄՆ այդ քայլին չի գնա, բայց ԱՄՆ նախագահին պետք է ինչ-որ մի բան, որի ժողովրդին ցույց տա, որ այդ միջուկային ծրագիրը կանգնեցվել է։ Ես կարող եմ ենթադրել, որ բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ի կողմից փոխնախագահ Վենսը ինչ առաջարկել, որ 20 տարով հետազոտությունները ամբողջովին պետք է կանգնեցվել։ Իրանը ասել է 5 տարով։ Ես ենթադրում եմ, որ ամենայն հավանականությամբ ԱՄՆ նախագահը քարոզչական որոշակի թեզ շրջանառի, որ տեսեք միջուկային ծրագիրը եւս կանգնեցված է, վերջ ինքը միջուկային զենք չի ստեղծում, եւ մեր կարևոր եւ գլխավոր նպատակը այն է, որպեսզի Իրանը միջուկային զենք չունենա, ես լուծել եմ։ Իրանը գլխով ինչպես ասում են, այո, համաձայն եմ։ Հիմա երկրորդ փուլ ես այո նոր տեղեկություն ստացա մեր համախոհ ընկերներից, այս պայն Թեհրանում է գտնվում Պակիստանի պաշտպանության նախարարը։ Իսկ Պակիստանը ինքը մեծ հաշվով ռազմական տերություն է։ Պակիստանի ղեկին հիմնականում իրանական բարձրավանդակի ժողովուրդ է փուշտունները։ Փուշտունը իրանական բարձրավանդակ։ Այնտեղ ղեկավարությունը փուշտուններն են։ Առավել ռազմաշունչ, արմատական, ավելին ասեմ, սկսած մակեդոնացու ժամանակներից, երբ փորձում են այդ տարածքները նվաճել, հիմնական դիմադրող ուժը եւ նաեւ խորհրդային տարիներին մուտքը, ամերիկյան մուտքը եւ այլն, հիմնական կրվող ուժը եղել են փուշտունները եւ Թալիբանը հիմնականում աֆղանական իրենք փուշտուններ են, հա։ Հիմա այստեղից հետևություն, ես կարծում եմ, որ պաշտպանության նախարարը պատական չի եկել Թեհրան եւ օդանավականում բավականին ջերմ դիմավորել է պաշտպանության նախարարին, որը զինվորական համազգեստով է դեպ եղել, դիմավորել է Մենք այդ կադրերը տեսանք։ Այո, Իրանի արտգործ նախարարը Արաքչին, որը փաստորեն այս բանակցություններում իրականում ինքն է, լինելով իդեպ ինքը զինվորական եղել նախկինում, բայց պրոֆեսիոնալ դիվանագետ, ասում եմ բավականին լուրջ սառնասիրտ անձնավորություն եւ այլն, եւ հիմա ես ենթադրում եմ պայմանավորվում են հաջորդ հանդիպման մասին, որը երևի թե էլի Պակիստանում, Իսլամաբադում, թե Թուրքիան, Եգիպտոս ինչ որ հայտեր են կատարել ներկայացել, կարծում եմ այնտեղ չէ, որտեղ անտանգային խնդիրներ կան, իսկ Պակիստանի զինված ուժերը այդ առումով շատ ավելի պատրաստակամ են, նորմալ ուրեմն հանդիպում անցկացնելու, քան ապահովելու, որտեղ երկրներ կան, որ կարող փորձեն ձախողել, մասնապես մեկը Իսրայելը, այո։ Եվ այս առումով ես ենթադրում եմ, եթե մի շաբաթ այդ հանդիպումը եղավ, ամենայն հավանականությամբ այդ միջուկային ծրագրի շուրջ կգան ինչ որ համաձայնության եւ որը պատճառ ու պատրվակ կլինի, որ ԱՄՆ նախագահը ասի, որ պատերազմը ավարտված է։ Հատկապես որ ավելացնենք, որ կոնգրեսում իսկապես արդեն սկսում է դեմոկրատները սկսել են Թրամփի իմպիչմենտի օրակարգը թեժացնել եւ նույնիսկ ժամկետներ են նշում, որ նոյեմբերին այլևս իմպիչմենտի է ենթարկվել, այսինքն Թրամփին պետք է կոնգրեսի միջանկյալ ընտրություններն են, չէ՞, նոյեմբերին։ Օթի պես Թրամփին պետք է այս խաղաղության թեկուզ ֆիկցիան։ Տրամփը մի էսպիսի քայլ արեց, Հորմուզի նեղուցը փակեց, բայց չգիտես 3 օր առաջ փակեց, 2 չինական նավ տանկեր անցան, ոնց անցան, այդպես երևի այդ անցնելու ժամանակ ամերիկյան նավատորմի ղեկավարությունը քնած էր, սարքերն էլ անջատած էին, հա, հասկանալի է, ընդ որում ասեմ ձեզ, Իրան, ուրեմն Չինաստանի պաշտպանության նախարար բավական խիստ կեցված է դրսևորում, եթե իրենց տանկերները անցնին եւ հարվածնին, իրենք պատասխանելու են ամերիկյան բոլոր նավերին։ 20 նավ այս 1.5 օրվա ընթացքում 20 նավ եւս անցել է, այսինքն կարելի ասել այդ շրջափակումը չի աշխատում, որովհետեւ Եմենի հուսիտները եւս մի փոքր նեղուց կա, որը կարող են փակել իրենց մոտով, այսինքն կրկնակի երրակի փակում է, իսկ համաշխարհային տնտեսությունը իսկապես վստահաբար կոլապսի մեջ է հայտնվելու։ Եվ ըստ այդմ ես ենթադրում եմ, որ երկրորդ հանդիպումն է լինելու Իսլամաբադում եւ երևի թե կարող է երկրորդ, երրորդ արդեն ընդհանուր հայտարարի կան եւ Տրամփը հայտարարի, որ իրենք հաղթել են,
Իրանի ղեկավարությունը փաստական հիմնավորի, որ իրենք են հաղթել, այսպես, եւ այդ հաղթելու պարտվելու մի գնահատման չափորոշ կա։ Ես շատ կարևոր է, ուզում եմ նաև մեզ լսողները իրենք եւս այս չափորոշը ընդունեն, հա, որպես իրողություն, գիտություն եւ այլն։ Չափորոշը հետեւյալն է. ցանկացած երկրի քաղաքական ղեկավարություն, երբ ռազմականի առաջ խնդիր է դնում, ու այդ խնդիրը չի կատարվում, այդ երկիրը պարտվում է։ Կապ չունի դիմացին ինչքան զոհ, կորուստ, տարածք եւ այլն, դա էական չի։ Ուրեմն ռազմականը չի կատարում, ուրեմն պարտվել է։ Ավասիկ ռազմականը քաղաքական ղեկավարությունից ԱՄՆ-ի եւ Իսրայելի ստացել են խնդիր գլխատել այաթոլաների, ուրեմն ինստիտուտը իշխանափոխություն անել, չստացվեց, մեկ հրթիռների ամբողջ պահոստները, այդ թվում բալիստիկ եւ հիպերձայնարարության ոչնչացնել չի ստացվել, հարստացված ուրանը Իրանը ոնց ունի եւ ցենտրիֆուգները հիմա աշխատում են մեծ խորության վրա, ոչնչացնել չի ստացվել եւ Հորմուզի նեղուցը Իրանի վերահսկողության ներքո է։ Ավասիկ այս 4 հիմնական խնդիրը սրանք փաստերով։ Դե հիմա թե թղթի վրա կամ անվանական ռետորաբանության մակարդակով ինչ կասի Միացյալ Նահանգները, հասկանալի է ինքը ինչ որ բան պիտի վաճառի ամերիկյան հասարակությունը, որտեվ օրական 1 միլիարդ ամերիկյան հասարակությունը վճարում էր այս պատերազմի համար, իսկ առաջի օրերին ըստ տարբեր կոնգրեսականների օրական եղել է 3 միլիարդ դոլար։